Գործարար Գնել Հայրապետյանը չի կարողանում մուտք գործել իրեն պատկանող Արքա ռեստորանային համալիր եւ շահագործել այն։ Ծաղկաձորում գտնվող ռեստորանը 7 տարի շահագործելուց հետո սեփականատերը վարձակալությամբ տվել է իր հարևանին Օնիկ Բաղդասարյանին։ Պայմանավորվել ենք այդ որոշակի ժամկետից հետո ինքը պետքա արենդան տար ու դուրս գար օբյեկտից։ Որ գնացի դիմեցի, ասեց դե ոնց ենք անում, ինչ ենք անում, ասեց ոչ փողն եմ տալի, ոչ օբյեկտն եմ տալի, մոտիկ էլ եկար կվառեմ օբյեկտը։ Տարածքն ու գույքը հետ բերել Գնել Հայրապետյանին չի հաջողվել նույնիսկ ունենալով ոստիկանությանը տված Օնիկ Բաղդասարյանի հավաստիացումը, թե չի խոչընդոտի սեփականատիրոջ մուտքը ռեստորանի տարածք։ Գնել Հայրապետյանն անհերքելի է համարում տարածքի նկատմամբ իր իրավունքները։ Մեր տարածքը ի սկզբանե ես օգտագործելու թույլատվություն եմ ունեցել, ինչի հիման վրա ես այդտեղ հոսանք ու ջուր եմ քաշել։ Հետո քաղաքապետարանը աճուրդը հայտարարել, աճուրդի բոլոր պայմաններով, բոլոր կարգ ու կանոնով ես աճուրդի այդ տարածքը գնել եմ։ Չնայած սրան վարչական դատարանը չեղյալ է ճանաչել Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից տարածքը Գնել Հայրապետյանին վաճառելու մասին աճուրդի արդյունքը։ Որոշման հիմքը եղել է Օնիկ Բաղդասարյանի իբր աճուրդի մասին տեղյակ չլինելը։ Աճուրդի հայտարարություն տրված է Հայաստանի Հանրապետություն թերթում։ Չեմ կարծում, որ քաղաքապետը պետքա դռները ծեծելով այդ հրասեր գիտեք Ծաղկաձորում այսինչ կամ ինքը լրիվ այսին որ գյուղից է էլի, вообще Ծաղկաձորի հետ կապ չունի։ Բացի այդ դատարանն իր որոշման հիմքում դրել է Հայանտառ ընկերությունից Օնիկ Բաղդասարյանի ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի իբր ինքը ժամանակին Արքա ռեստորանի տարածքի նկատմամբ հավակնություն է ունեցել։ Ոչ, այլ ինչ է, քան դատարանին թյուրիմացության մեջ գցելու ակնհայտ փորձ։ Խնդիրը ինչու՞մն էր, այդ գրությունը ուղղված էր ոչ թե խնդրու առարկա տարածքին, այլ ընդհանրապես այլ համայնքի, Աղավնաձոր համայնքի։ Վարչական դատարանի որոշումն այժմ վիճարկվում է վերաքննիչ վարչական դատարանում։ Դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 15-ին։ Մեր փորձերը պարզաբանումներ ստանալ նաև Օնիկ Բաղդասարյանից արդյունք չտվեցին։